Հարգելի դիտողներ, մինչ տեսանյութին անցնելը խնդրում ենք սեղմեք լայք և բաժանորդագրվեք մեր ալիքին։ Ստեփանը եկավ ու հայտարարեց, որ ինքը էլ չի ուզում ապրել ընտանիքում և կրել հավատարիմ ամուսնու դերը Անի Ամիրյանը ամուսնալուծության մասին։ Երգչուհի Անի Ամիրյանը երկար դադարից հետո Live-room հաղորդման շրջանակներում խոսել է իր և դերասան Ստեփան Դամբարյանի ամուսնալուծության մասին։ Հաղորդումից առանձնացրել ենք մի փոքր հատված։ Քովիդի ժամանակ, երբ բոլորս մնում էինք տանը, մենք ևս մնացինք տանը, և ես տեսնում էի, թե ինչքան դժվար էր դա տրվում Ստեփանին։ Իր աշխատանքն առհասարակ շատ էր դրսի հետ կապված, և եթե քնելը չհաշվենք, նա 1 ժամ էր տանը մնում, իսկ այդ դեպքում պետք էր 24 ժամ մնալ տանը։ Այդ ժամանակ մեր հարաբերությունները մի քիչ լարվեցին, և դժվար շրջափուլ անցանք։ Այդ փուլից հետո որոշեցինք, որ ես Մարթայի հետ պետք է առանձնանամ իմ տանը, որ մի քիչ հանգստանամ։ 1 տարի ու մի քանի ամիս ես և Մարթան ապրեցինք մենակ, առանց Ստեփանի։ Համարվում էինք ընտանիք, ամուսնալուծված չէինք, և այդ ամբողջ ընթացքում իմ մտքում էր՝ ինչպես փրկել մեր ընտանիքը, նորից վերականգնել հարաբերությունները, ինչպես Ստեփանին բերել ընտանիք։ Կստեմ, եթե ասեմ, որ այդ ժամանակահատվածում չեմ մտածել ամուսնալուծվելու մասին, բայց ինձ համար մեծ պատասխանատվություն էր դա վերցնել իմ ուսերին։ 10 տարին քիչ չէր, որ մենք միասին ճանապարհ էինք անցել ու մեծ պատասխանատվությունից խուսափելու համար անընդհատ ասում էի. «Ես չպետք է հանձնվեմ, և մենք պետք է փայքարենք»։ Հիմա կարող եմ ասել, որ ուրախությունս ինձ Ստեփանն ամբողջ պատասխանատվությունը վերցրեց իր ուսերին։ Մի օր պարզապես եկավ ու հայտարարեց, որ ինքն էլ չի ուզում ապրել ընտանիքում և կրել հավատարիմ ամուսնու դերը։ Հասկացա, որ ոչինչ իմ ձեռքերում չէ։ Պետք է ընդամենը ենթարկվել այդ պահի խաղի կանոններին, և այդպես էլ եղավ։ Ստեփանը և իմ փոխարեն որոշեց, և իր փոխարեն որոշեց, բայց հիմա ես հասկանում եմ, որ նա ամենալավ բանն է արել ինձ համար։ Այդ պահին նրա որոշումը ինձ տապալեց, բայց ես մեծացա, կարողացա իմ ուսերին վերցնել մեկ այլ պատասխանատվություն։ Մտածում էի արդեն ես մենակ եմ զբաղվելու երեխայի դաստիարակությամբ։ Ես երբեք չեմ պատկերացրել ինձ ամուսնալուծված կնոջ դերում։ Ես տապալվեցի, բայց կարողացա մոխրից ոտքի կանգնել և ամեն ինչ սկսել զրոյից։ Բայց ես շնորհակալ եմ Ստեփանին դրա համար, որովհետև այն ինքնուրույնությունը, որ հիմա ունեմ, ժամանակին չունեի, անկեղծացել է երգչուհին։